Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը ջրհոս նշանի համար։ Սիրելի ջրհոսներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր ջրհոսները իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարրով կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի և բոլորին է վերաբերում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ստաբիլ ֆինանսական աճով։ Մեկի մոտ ֆինանսները կմեծանա, ստաբիլ աճ կունենա, մեկը գումար կստանա, մյուսը հնարավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերի, այս քարտը քանի որ շատ հաճախ խոսում է դրա մասին, կամ գուցե վաճառեք եւ այդպիսով գումար ստանաք։ Որևէ իրավիճակ ամսվա սկզբին ձեզ համար շատ հանգիստ խաղաղ կընթանա, կարծես ամեն ինչ իր հունով կգնա, ինչքան էլ որ դուք չփորձեք որ ամեն ինչ արագացնեք, բայց պետք է մի փոքր սպասել, որպեսզի հասնեք ձեր ուզածին եւ դուրս գաք այդ իրավիճակից հաղթանակով, քանի որ հենց հաջորդ քարտը դրա մասին է խոսում, որևէ իրավիճակից հաղթանակով դուրս գալու։ Թե որ ոլորտում կլինի սա, ամեն մեկը մի ձևով կզգա, մեկը գուցե մրցույթի է մասնակցում, մյուսը գուցե պետք է աշխատանքի ընդունվեր, հենց ձեզ են ընտրում կամ աշխատանքում օրինակ աճ լինի, կարիերայում աճ ունենաք, պաշտոնի բարձրացում լինի, կամ գուցե դատական գործընթաց կա, այդտեղից հաղթանակած դուրս գաք, կամ գուցե ինչ-որ միտեղ հաջողությամբ ներդրումներ եք կատարել, դրանք իր արդյունքը տան եւ այդպիսով հաջողությամբ դուրս գաք։ Մի խոսքով իմաստը այն է, որ որևէ իրավիճակից հաջողությամբ դուրս եք գալու։ Հաջորդ քարտը մեզ ասում է կրկին ինչ-որ բանի հաջողությամբ ավարտի մասին։ Գուցե այն պայմանավորված լինի ընտանեկան ինչ-որ հաջողության մասին, օրինակ գուցե վերանորոգում տանը կամ անշարժ ձեռքբերում գնում վաճառք, նման հարցեր կարող են լինել։ Կամ ձեր ընտանիքի անդամի կյանքում ինչ-որ բան հաջողությամբ ավարտ ունենա։ Գուցե ձեր որդուն օրինակ կամ դստերը ամուսնացնեք, դա եւս հաջողությամբ ավարտ է համարվում։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի մի փոքր գերհոգնածությամբ, կարծում եմ, որ գուցե գլխացավեր լինեն, մեջքի ցավեր լինեն, նման հարցեր կարող են լինել պայմանավորված գերհոգնածությամբ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված լիալուսին ենք ունենալու առաջինը ամսի 5-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այն լինելու է ցուլ նշանում ձեր 4-րդ տանը։ Իսկ 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր ընտանիքը, բնակության վայրը, անշարժ գույքը։ Այստեղ ինչ միտք որ ունեք կապված վերոնշյալ թեմաների հետ, ամեն ինչ ձեր ուզածով կարող է լինել, ամեն ինչ ձեր ձեռքում է լինելու, եւ ձեզնից է կախված լինելու։ Կարևորը որ կարողանաք ճիշտ պահին, ճիշտ ժամանակին, ճիշտ գործողություններ կատարել, ձեզ ճիշտ ցույց տալ եւ որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Համենայնդեպս ամեն հնարավոր բան ձեր ձեռքի տակ լինելու է, որպեսզի ձեր ուզածին հասնեք։ Եվ նորալուսին կլինի ամսի 20-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այստեղ հնարավոր է ձեր ընկերոջ հետ գժտվեք կամ ուղղակի տարաձայնություն լինի ընկերոջ հետ, գոլեգայի հետ, հնարավոր է նաև երեխաների հետ ինչ-որ խնդիրներ առաջանան, զգույշ եղեք շփման մեջ, որ ինչ-որ մի բան այնպես չասեք, որը կարող է ձեր դիմացինին վիրավորել։ Այսքանը սիրելի ջրհոսներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։